им հետևից գոռում է Նիկոլական կռիս. Вот реально он имеет на это право, да? Меня обзывать Նիկոլական կռիս. Սուտ մատնությունա շինծում մեղադրանքա Հողակտորի շուրջ վեճը քաղաքական կռվի է վերածվել Միխայլովկա գյուղի երկու հարևանների միջև։ Արդյունքում գյուղացիներից մեկը կալանավորված է, նրա կինը հեռանալու արգելքի տակ, տուժող ճանաչված նրանց հարևանն էլ պնդում է գնալու է մինչև վերջ իրեն Նիկոլական կռիս անվանած հարևանին արդարադատության առաջ կանգնեցնելու համար։ Ինքը իր ամուսինը ես սենց փեդերով բարձրանում եմ տուն, այսպես աստիճաներով իր ամուսինը խմած վիճակում Վրեժ Կիրակոսյանը իմ դարպասս բացում է, մուտիկանում ես իմ փայդերս դնում եմ բալկոնին, իր դեմն եմ գալիս աստիճաներով։ Ինքը ասում է. «Այ Նիկոլական կռիս»։ Շուրեկը ասեց իմ հետ ես։ Ասեց հա։ Ասեց լսի, հենց հիմա գնում ես մեր ձևով, թե սենց մի բան ասեց։ Ասել լսի, ես խիպիդի, ես էլի ասում, я не знала, что это что обозначает это. Ասի ես խիպիդի գնամ ձեր ձևով։ То есть դուք իմ հողերս վեկալ ես, ես ձեր ձևով պիտի գնամ։ Բայց այդ դեբիլ չէ, գնում ես Կալինինո, գնում ես պասպորտով, դեռ գրանցվում ես։ Ասի Վրեժ, ասի դու ինձ չպիտի ասես, ես ում գրամ ընտրեմ։ Սուտ է, զրպարտում են, պնդում է կալանավորված Վրեժ Կիրակոսյանի կինը Վալյա Դալլաքյանը։ Ուրեմն այս ամեն ինչը շինծում մեղադրանքա, ոչ ես, ոչ իմ ամուսինը, ոչ էլ իմ ընտանիքի որևէ անձ, Անահիտ Հակոբյանի բնակարան չի այցելել, մենք որևէ կուսակցությանը չենք պատկանում, ոչ ես, ոչ իմ ամուսինս։ Այս ամեն ինչը սուտ մատնություն է, ընթացքում ամեն ինչ պարզ կլինի, կհերքվի։ Ինչու պիտի շահագրգիռ լինե, ինչու հանկարծ ձեր նկատմամբ այդպիսի բան։ Ես էլ ոչինչ բան չեմ մեկնաբանի, այսքանի խոսքով։ Երեք քննչական կոմիտեն էր հայտարարել Տաշիրի Միխայլովկա գյուղում ամուսինները բռնություն գործադրելու սպառնալիքով խոչընդոտել են անձի ընտրական իրավունքի ազատ իրականացմանը։ Գազպրոմ Արմենիա ընկերության աշխատակից Վրեժ Կիրակոսյանը եւ նրա կինը Վալյա Դալլաքյանը ժամանելով Անահիտ Հակոբյանի բնակարան նրա ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու նախնական եւ միասնական դիտավորությամբ Անահիտ Հակոբյանի նկատմամբ բռնություն գործադրելու եւ գույքը վնասելու ոչնչացնելու սպառնալիքներ հնչեցնելով հարկադրել են անձնագրով ժամանել Տաշիր համայնքում գործող մեր ձևով կուսակցության գրասենյակ, հաշվառվել որպես նշված կուսակցության անդամ, իսկ հունիսի 7-ի ընտրություններին ընտրել իրենց տեխնացուին։ Հակառակ պարագայում սպառնացել են պայթեցնել նրա բնակարանն այնպես, որ այդ ամենը ներկայացվի որպես դժբախտ պատահար։ Մինչ քննչականը շեշտում է ընտրական իրավունքի խախտումն ու առաջիկա ընտրություններում քաղաքական հայտ ներկայացրած գործարար Սամվել Կարապետյանի կողմնակիցների ենթադրյալ ճնշումները, տուժող Անահիտ Հակոբյանի պատմության առանցքում 4 հեկտար հողի սեփականության հարցն է, որի մասին պաշտոնական հաղորդագրության մեջ խոսք չկա։ Անցած տարվա ամռանը Ռուսաստանից վերադարձած կինը պնդում է գյուղապետարանի աշխատակից Վալյա Դալլաքյանի ընտանիքը տիրացել է իրենց հողին եւ հրաժարվում է վերադարձնել փաստաթղթերը։ Պրոստը ինձ ես պահանջում եմ, որ իրանք իմ դոկումենտները ստան, որ իրանք չշահագործեն պաշտոնները, գազի պաշտոնը, հասկանում ես, գյուղապետարանի պաշտոնը, понимаете, что она работает гյուղապետարանում, у нее на это льготы есть, что ли? Понимаете, какая ինքը ով է, ինքը ասում է ես այդ գեղի տերն եմ, ինքը երբ այնց այդ գեղի տեր դարել։ Տուժողի խոսքերով ամիսներ տևած հողային վեճը քաղաքական երանգ է ստացել, երբ հակառակ կողմի Գազպրոմում աշխատող ամուսինն սպառնացել է պայթեցնել իրենց տունը գազի արտահոսքի միջոցով։ Ինքը եկել ասում է, տեսնում ես այդ շոթչիկը, սենց կանեմ, օդ կտրակացնեմ քեզ, այն Նիկոլական կռիս ասում է։ Ուշագրավ է ժամանակագրական անհամապատասխանությունը։ Քննչականը դեպքը թվագրում է մարտի 9-ով, մինչդեռ Անահիտ Հակոբյանը պնդում է, որ միջադեպը տեղի է ունեցել դեռ դեկտեմբերին։ Դեկտեմբերի 9-ին էլ ինքը գալիս է ինձ սպառնում է իմ հայացի մեջ, իր ամուսինը։ Իրավապահները շեշտել են այս գործով կալանավորված Վրեժ Կիրակոսյանի Գազպրոմի աշխատակից լինելը, մինչդեռ շրջանցել են կնոջ աշխատանքը գյուղապետարանում։ Դեռ 1 տարի առաջ Գազպրոմի նույն տեղամասի ղեկավարության նկատմամբ քրեական գործ էր հարուցվել, բնակիչներին հարկադրաբար նյութապես շահագրգռելով գործարար Սամվել Կարապետյանի աջակցության հավաքներին տանելու մեղադրանքով։ Տեղամասի ղեկավարներն այսօր հրաժարվեցին հարցազրույցից քրեական հետապնդումները համարելով շինծու եւ քաղաքական։ Տաշիրում ընտրական գործընթացները տարիներ շարունակ պահպանել են նույն պատկերը։ Մշտապես հաղթանակ են տարել այն ուժերը, որոնց սատարել է Սամվել Կարապետյանը։ Միլիարդատեր գործարարը ծնունդով տաշիրցի է։ Տեղի բնակիչներն այսօր խուսափում են հրապարակային խոսել ընտրական թեմայից։ Նրանց դիրքորոշումները հիմնականում հնչում են տեսախցիկից դուրս։ Եթե միկրոֆոն անջատեք, երկու բառ կասեմ։
Ինչպես կհանգուցալուծվի ընտրական հանցագործության հոդվածով հարուցված քրեական գործը դեռ պարզ չէ, բայց տուժող ճանաչված Անահիտ Հակոբյանը շեշտում է, ինքը քաղաքական կողմնորոշում չունի եւ հայրենիք է վերադարձել բացառապես մորը խնամելու նպատակով, երկրի ղեկավարի մասին ունի ընդամենը մեկ հստակ դիրքորոշում։ Кто бы сейчас на этих выборах не прошел бы, իրանք մեր թագավորներն են։